Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 20։ Քանի որ ահա հրամայելու ու Իսրայելի տունը մաղելու են բոլոր ազգերի մեջ, ինչպես ցորենն է մաղով մաղվում, սակայն մեկ հատիկ անգամ երկրի վրա չի ընկնելու։ Ամովսի 9:9։ Ամեն մաղում տեղի է ունենում աստվածային թելադրանքով եւ աստվածային թույլտվությամբ։ Սատանան ստիպված եղավ թույլտվություն խնդրել Աստծուց, մինչև նա կարողացավ մատով դիպչել Հոբին։ Ավելի մաղումը որոշ իմաստով երկնքի անմիջական գործն է, քանի որ համարում ասվում է հրամայելու ու Իսրայելի տունը մաղելու է։ Սատանան վնասատուի նման փորձում է ոչնչացնել մաղում եղած սերմը, բայց Աստծո իշխող ձեռքը առանձնացնում է հատիկները, որոնից նույնկերպ ինչպես թշնամին փորձում է թույլ չտալ ցանքը։ Թանկագինս, բազմիցս մաղված սերմ թափված Հիսուսի ոտքերի առջև մխիթարվիր այն օրհնյալ մտքով, որ Տերն ինքն է կառավարում ինչպես հունձքը, այնպես էլ ցանքը, հանուն սեփական փառքի և քո հավիտենական բարօրության։ Տերն անպայման կօգտագործի իր ձեռքի մեծ հովիտը, որպեսզի սերմերը զատի որոմից, թանկարժեքը անպիտանից։ Ինչպես ոչ բոլոր իսրայելացիներն են հանդիսանում երկնային Իսրայելի որդիներ, այնպես էլ ամբարի տանիքի տակ եղած ոչ ամբողջ հացահատիկն է պիտանի։ Մաղում կմնա միայն լիովին հասած հացահատիկը, իսկ թեփն ու աղբը, որ ոչ պարունակություն ունեն, ոչ կշիռ, կթրջեն օդի հետ։ Կմնա միայն հասած հացահատիկը։ Ուշադրություն դարձրեք Տիրոջ ցորենի լիարժեք անվնասությանը։ Չի կորչում նույնիսկ ամենափոքր հատիկը։ Աստված անձամբ է զբաղվում մաղելով, քանի որ դա դժվար հոգնեցուցիչ գործընթաց է։ Նա մաղում է բոլոր կողմեր, բոլոր ազգերի մեջ, ընդ որում շատ գործուն եղանակով, որի դեպքում ամենափոքր, ամենաթեթև հատիկներն ընկնում են հողին։ Յուրաքանչյուր հավատացյալ թանկ է Աստծո աչքին։ Ինչպես հովիվը չի կորցնի ոչ մի ոչխար, ոսկերիչը ոչ մի ադամանդ, իսկ մայրը չի բաժանվի իր ոչ մի զավակից, այնպես էլ Տերը թույլ չի տա, որ կորչի իր փրկագնված մարդկանցից որևէ մեկը։ Որքան էլ մենք փոքր աննշան լինենք, եթե մենք պատկանում ենք Տիրոջը, մենք կարող ենք ուրախանալ և զվարճանալ, որպես Հիսուս Քրիստոսով պահպանվողներ։